Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այս հոլովակով ձեզ ուզում ենք ներկայացնել ՀԾ առևտուր 9-ի նոր հնարավորությունը։ Ավելացրել ենք նոր փաստաթուղթ՝ ապրանքների տեղաշարժ հաստատումով։ Երբ է պետք գալիս, հատկապես երբ որ ցանցային խանութներ են աշխատում եւ անհրաժեշտություն է լինում մեկ պահեստից, մեկ խանութից տեղափոխել մեկ այլ խանութ։ Եվ ինչով է տարբերվում մեր սովորական այս պահին ունեցած ապրանքների տեղաշարժ փաստաթղթից։ Ապրանքների տեղաշարժ կատարելու ժամանակ հենց այդ պահին ապրանքների քանակները ելքագրվող պահեստից ելքագրվում են եւ մուտքագրվում են մուտքագրման պահեստ։ Սակայն պահանջը այնպիսին է, որ երբ որ փաստացի ելքագրվեն ապրանքները եւ երբ որ դրանք դեռ տեղ չեն հասել, այսինքն դեռ մուտք չեն եղել, գտնվում են ճանապարհին եւ մուտքագրման պահեստում չեն հասել, մուտք չլինեն։ Դրա համար հատուկ ավելացրել ենք այս առանձին փաստաթուղթը, բավականին շատ ուսումնասիրել ենք արևմտյան ռուսական լուծումներ, որպեսզի գտնենք այն ոսկե միջինը, որը կբավարարի հենց մեր շուկայի պահանջները։ Հիմա ինչպես ենք ակտիվացնում հնարավորությունը։ Անցնենք ծրագրին։ Մուտք գործենք դրույթներ։ Եվ այստեղ առևտուր պահեստ եւ այլ հաշվառումներ բաժնից ակտիվացնենք ապրանքների տեղաշարժ մուտքի հաստատումով հնարավորությունը։ Որպեսզի փաստաթուղթը մեզ մոտ ավելանա, դուրս գանք եւ նորից մուտք գործենք ծրագիր։ Պահեստի ենթահամակարգում մեզ մոտ ավելացավ ապրանքների տեղաշարժ հաստատումով փաստաթուղթը։ Դիտարկենք օրինակ, ունենք Դալմայի խանութ եւ Աբովյանի խանութ, ապրանքները պետք է Դալմայի խանութից տեղափոխվեն Աբովյանի խանութ։ Դրա համար առանձին օգտագործողներ ենք բացել, որպեսզի իրավասություններով, կարգավորումներով այդ ամեն ինչը ցույց տանք։ Դալմայի մենեջերը միայն հասանելիություն ունի Դալմայի պահեստին, գործողության հասանելիություն ունի, սյունը ընդլայն ենք ըստ պարունակության, եւ այստեղ տեսանք, որ Դալմայի մենեջերը հասանելիություն ունի Դալմայի պահեստին, սակայն Աբովյանի պահեստին հասանելիություն չունի, եւ հակառակը Աբովյանի մենեջերը հասանելիություն ունի Աբովյանի պահեստին, խանութին, սակայն Դալմային չունի։ Հիմա գնանք ստեղծենք փաստաթուղթը։ Պահեստի ենթահամակարգ տեղափոխվենք, բացենք փաստաթուղթը, պահեստի մուտքը մեզ մոտ կլինի Աբովյան, ընտրենք ապրանքները կարող ենք ընտրել ինչպես ցանկից, այնպես էլ կարող ենք սկաներով մուտքագրումները անել եւ լրացնենք քանակները։ Լրացրեցինք քանակները, այստեղ տարբերվում է մեր ապրանքների տեղաշարժ փաստաթղթից, որ ունենք կարգավիճակ եւ մուտքագրման հաստատում։ Մուտքագրման հաստատումը տվյալ օգտագործողի համար հասանելի չէ, քանի որ մեր Դալմայի մենեջերը Աբովյանի պահեստին հասանելիություն չունի։ Փաստաթուղթը երբ որ գրանցում ենք, այն ստանում է կարգավիճակ։ Ապրանքները գտնվում են ճանապարհին։ Գրանցենք ու տեսնենք հաշվետվություններում դա ինչպես է արտացոլվում։ Բացենք ապրանքների մնացորդները, բացված ըստ պահեստների։ Ֆիլտրենք մեր ապրանքները, որպեսզի հեշտ լինի։ Եվ այստեղ եթե նկատեցիք, մեր ապրանքները պակասեցին, Դալմայից 4-եր 2 դարավ եւ տեսախցիկը 6-եր 3 դարավ եւ հակառակը Աբովյանի վրա ինքը քանակ չավելացավ, սակայն մեզ մոտ ավելացել է նոր սյուն, ապրանքներ ճանապարհին եւ այստեղ քանակները արդեն մեզ ցույց է տալիս, թե ինչքան ապրանքներ են մուտքագրվելու, հաստատվելուց հետո։ Փաստաթղթերի կարգավիճակները կարող ենք տեսնել տեղափոխման փաստաթղթերի մատյանում։ Այստեղ ավելացրել ենք նոր սյուն, որը մեզ կօգնի հասկանալ, թե որ ինչ վիճակում է գտնվում տվյալ փաստաթուղթը։ Տեսեք, կատարված է դրված չի, քանի որ դեռ հաստատված չի Աբովյանի մենեջերի կողմից։ Հիմա ծրագիրը մուտք գործենք Աբովյանի օգտագործողով, Աբովյանի մենեջերով։ Աբովյանի մենեջերը նույնպես այստեղ տեղափոխման փաստաթղթերի մատյանում կտեսնի փաստաթուղթը։ Եվ տեղեկության սյունով, եթե փաստաթղթերը շատ լինեն, բավականին հեշտ կարելի է կողմնորոշվել, թե Աբովյանի խանութին որ փաստաթղթերն են վերաբերում եւ դրանք մշակել։ Բացում ենք փաստաթուղթը, արդեն մուտքագրման հաստատում դաշտը մեր համար ակտիվ է։
Աբովյանի օգտագործողի համար ակտիվ է։ Սակայն մենք սևագրել կամ ինչ-որ այլ տվյալներ փոփոխել այստեղ չենք կարող, որովհետև ելքը կատարվում է դալմա պահեստից։ Սա փաստաթղթի պարզ տարբերակն է։ Սակայն եւս մեկ քայլ առաջ ենք փորձել լուծում տալ, որպեսզի գույքագրումն էլ կատարվի անմիջապես ծրագրում։ Քանի որ փաստացի ապրանքների մուտքը խանութում իրականացվում է գույքագրման հիման վրա։ Այստեղ ավելացրել ենք սյուներ, որի հնարավորություն կտա մեզ միանգամից փաստաթղթի մեջ իրականացնել գույքագրումը։ Ցույց տալ գույքագրման սյուները ակտիվացնենք եւ մեզ մոտ արդեն այստեղ կավելանա փաստացի քանակ եւ շեղում սյուները։ Փաստացի քանակների ստուգում կոճակի միջոցով մենք կարող ենք սկաների միջոցով անցկացնել ապրանքները, որոնք որ ստացել ենք, որպեսզի հասկանանք այնինչ ուղարկվել է, մենք այդ նույնն ենք ստացել, թե կան ինչ-որ տարբերություններ։ Ենթադրենք առաջին ապրանքի դեպքում նույնն է, երկրորդի դեպքում քանակային տարբերություն կա։ Եվ մեզ մոտ այստեղ վիճակ ցույց կտա համընկնում ավելցուկ կամ պակասորդ։ Գրանցելուց հետո մեզ մոտ այս փաստացի քանակ սյուները կլրացվեն եւ կարտացոլվեն նաեւ շեղումները։ Սակայն այստեղ նշեմ, որ միևնույն է գույքագրման արդյունքի քանակները այս պահին չեն ազդում մուտքագրման եւ ելքագրման թվերի վրա, այսինքն փաստացի իրականացվում է քանակների ելքը եւ մուտքը, դալմայից դուրս են գալիս այս քանակները եւ աբովյան մուտք են գործում այս քանակները։ Ուղղակի շեղումները գրանցելուց հետո մենք կարողանում ենք դրա հիման վրա ստեղծել շեղման տեղաշարժեր, հետ կամ նորից նույնը կրկնելով կախված արդեն ինչպիսի տարբերություն է իրականացվում։ Տալիս ենք մուտքագրման հաստատում դրոշակը, գույքագրումը կատարելուց հետո մեզ մոտ կարգավիճակը փոխվում է, դառնում է տեղաշարժը կատարված է եւ գրանցում ենք փաստաթուղթը։ Գրանցում ենք փաստաթուղթը, վիճակը դառնում է կատարված է եւ գնանք տեսնենք հաշվետվություններում ինչ է տեղի ունեցել։ Մուտք գործենք ապրանքների մնացորդներ, բացված ըստ պահեստների, ֆիլտրենք մեզ անհրաժեշտ ապրանքները եւ կտեսնենք, որ արդեն ապրանքներ ճանապարհին չունենք, դրանք բոլորը տեղափոխվել են եւ Աբովյանի խանութում ունենք տվյալ ապրանքները մուտքագրված։ Այսքանն էինք ուզում դες ներկայացնել, հաջողություն։